Բարև ձեզ, դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, որտեղ ինչպես երևի արդեն գիտեք, եթե հետևել եք, եթե չեք հետևել, իմացեք, մենք զբաղված ենք քանդել հավաքելով։ Այսինքն վերցնում ենք մեր հանրության մեջ տարածված տարբեր պնդումներ, պատկերացումներ կամ տարածվող պնդումներ, պատկերացումներ կամ ինքնին պարզ համարվող ճշմարտություններ, փորձում ենք դրանք քննել, այսինքն միած սկզբի համար քանդում ենք, նայում ենք, տեսնում ենք մեջը ինչ կա։ Եթե ինչ-որ բան այդուհանդերձ կա, կամ ընդհանրապես ամեն ինչ նորմալ է, նորից հավաքում ենք, սիրում, դնում ենք տեղը, մի քիչ էլ վերանորոգում ենք, վերականգնում ենք, իսկ եթե պարզում է մեջը ոչ մի բան չկա, կամ շատ քիչ բան կա, խորհուրդ ենք տալիս դննել պարզապես։ Արդեն բավականին այդպես թեմաներ են քննարկել, այսօր եւս մեկը կքննարկենք՝ պետություն եւ հայրենիք։ Եթե նկատել եք, երևի նկատել եք, որ հատկապես վերջին շրջանում, չգիտեմ ամիսներին ասեմ, տարիներին ասեմ, բավականին մոդայիկ է դարձել, այդ թվում պաշտոնական խոսքում, բայց ոչ միայն, նաև տարբեր հայոց իմաստունների շրջանում նույնպես պետություն հայրենիք հակադրություն ասեմ, թե հակառակը պետություն հայրենիք նույնացում, իրական այդ թեման նոր չի, 90-ականներին էլ կար, բայց այս վերջերս է նորից մոդայիկ դարձել, ու երևի բոլորիդ հասկանալի պատճառներով եւ հասկանալի կոնտեքստում։ Ինչ են ուրեմն ասում, մոտավորապես ինչ են պնդում այդ ուրեմն թեմայի կամ թեզի կողմնակիցները, որ գիտեք ինչ պետությունը եւ հայրենիքը, ընդ որում պետությունը հենց կոնկրետ սահմաններով ոչ թե ընդհանրապես, այլ հենց կոնկրետ սահմաններով, չգիտեմ, պայմանական ասած միջազգային ճանաչված սահմաններով կամ չգիտեմ ինչ սահմաններով, այն սահմաններով որ կա, հենց դա է միայն հայրենիքը, դրանից դուրս չկա ոչ մի հայրենիք, չի կարելի նույնիսկ ինչ որ ոչ մի հայրենիք փնտրել կամ հիշել, որ դա վնասակար է, սխալ է եւ հայրենիքը պետք է ամբողջությամբ նույնացնել պետության հետ կոնկրետ սահմանների մեջ, շատ կոնկրետ սահմանների մեջ, եւ որ մնացած ամեն ինչը ուրեմն ոչ միայն սխալ է, այլև բերում է վնասակար հետևանքների, ու բնականը մրակնարկում են ինչ որ պայմանական կոչում են պատմական հայրենիք, չնայած ես դեմ եմ այդ ձևակերպմանը հայրենիքը պատմական, չպատմական, դա բավականին հաջող ձևակերպում է, բայց մի խոսքով հասկանում եք ինչի մասին է խոսքը, մի խոսքով կոնկրետ Հայաստանի դեպքում, ասում են այս 29,000 քառակուսի, չգիտեմ քանի կիլոմետր, այդ սովետական Հայաստանի սահմաններով, սա է մեր հայրենիքը եւ ուրիշ ոչինչ բանի մասին խոսել չի կարելի, պետք չի եւ այլն եւ այլն։ Հիմա առաջի հայացքից թվում է, որ այստեղ ինչ որ մի բան կա, էլի, որտեղ իսկականից պետությունը, հայրենիքը շատ կարեւոր է։ Առաջի հայացքից թվում է, որ այստեղ իրոք ինչ որ ճշմարտություն կա եւ իրոք կա, որոշ չափով կա այն իմաստով, որ իրոք շատ կարևոր է գիտակցել եւ ոնց որ ընկալել, գիտակցել, քարոզել նաեւ, որ առանց պետության, առանց անկախ պետության, որևէ հայրենիք, որևէ ազգային ինքնություն իրոք լիարժեք գոյություն ունենալ չի կարող, դա ամբողջ պատմական փորձն է ցույց տալիս, ոչ միայն հայերիս, բայց նաեւ հայերիս եւ հատկապես հայերիս, որ ինչքան էլ իհարկե հնարավոր է, որ ազգը, ազգային ինքնությունը, հայրենիքը գոյություն ունենան առանց անկախ պետության եւ կան իհարկե պատմական իրավիճակներ, երբ դա ուղղակի պարտադրված իրականություն է, անխուսափելի է լինում, ինչքան էլ գոյատևել կարող են, իհարկե առանց պետության, առանց քաղաքական անկախության, այդ գոյությունը ի վերջո դանդաղ ձուլում է, դանդաղ մահ է, դանդաղ վերացում է։ Նույնիսկ մերպես կենսունակ ազգերի դեպքում իհարկե միշտ կարելի է գտնել բացառություններ, չգիտեմ, բերել հրեաների օրինակը կամ այն մյուսի օրինակը եւ այլն, բայց նույնիսկ հրեաների դեպքում ի վերջո եկան հանգեցին նորից պետության գաղափարին եւ այո, հայրենիքի ընդհանրապես ազգային ինքնության բարձրագույն դրսևորման ձևը, լիարժեք կյանքի ձևը անկախ պետությունն է, քաղաքական անկախությունն է։ Սա ճշմարտություն է իհարկե, բայց երբ որ հանուն այդ ճշմարտության հասնում են նրան, ավելի շուտ ոչ թե հանուն այս ճշմարտության, այլ այդ ճշմարտությունը քարոզելու անվան տակ, որ էլ ասում բացարձակ ճիշտ է, ես դրա այդ 100% համաձայն եմ եւ պատրաստ եմ ինքս ամեն օր դա առանց հոգնելու քարոզել, որ միայն ու միայն անկախ պետությունն է որևէ ազգի եւ հատկապես մեր ազգի
Ոչ միայն գոյության եւ անվտանգության եւ չգիտեմ զարգացման ամեն ինչի միակ երաշխիքը, միակ իրական երաշխիքը։ Մնացած բոլոր ճանապարհները եւ պատմական փոստերը դա ցույց տալիս սուտ են, բայց այս ճշմարտության ուրեմն քարոզի անվան տակ գնալ հասնել նրան, որ սկսել հակադրել այդ ձևով պետությունը եւ հայրենիքը եւ ասել, որ գիտեք ինչ, հայրենիք չկա այս պետությունից, այս սահմաններից դուրս, սա իրականում երբ որ մոտիկից քննում ենք եւ հեսա մենք դա կանենք, ինքը ծայրահեղ իրական մակերեսային, չհիմնավորված եւ մեծ հաշվով անհետ պնդում է։ Հիմա եկեք հերթով գնանք, որպեսզի համոզվենք, որ դա այդպես է։ Եվ կապ չունի դա էլ եմ ասում պետության կարևորության քարոզի հետ։ Ինչ որտեղ նույնիսկ հակառակը պետությունն էլ է անլրջացնում։ Եվ հիմքերը պետության իրական քանդում, երբ որ գնում ենք այս ճանապարհով, հակադրելով պետություն ու հայրենիք կամ հայրենիք հասկացությունը ընդհանրապես 100%-ով նույնացնելով մենակ տվյալ պահի պետության սահմանների հետ։ Նախ եւ առաջ մենք պետք է տեսնենք, որ սկզբում եղել է հայրենիքը, հետո եղել է պետությունը, հա, հիմա կասեք, այս ինչ բան է ասում, միգուցե մեկն էլ ասի հավի ու ձվի պատմություն, ոչ հավի ու ձվի պատմություն չի, որովհետև մենք ստեղծել ենք այստեղ պետություն, հռչակել ենք Հայաստանի Հանրապետություն մի բաց պատճառով, որովհետև մինչև այդ հռչակումը եւ շատ ավելի շուտ քան այդ հռչակումը, մենք ունեցել ենք եւ ունենք պատկերացում, գաղափար, համոզմունք, հավատք, ինչ ուզում եք կոչեք նրա մասին, որ մենք ունենք հայրենիք եւ սա մեր հայրենիքն է, մեր հայրենիքը Հայաստանն է եւ հենց այդ պատճառով մենք ստեղծել ենք Հայաստանի Հանրապետություն եւ ստեղծել ենք դա այս տարածքում, ասենք մենք չենք օրինակ փորձել երբևէ, չգիտեմ, Կրասնոդարի մարզում պետություն ստեղծել, չնայած շատ հայեր են այնտեղ ապրել եւ հիմա էլ ապրում են կամ չգիտեմ Լոս Անջելեսում, մեր մտքով դա չէ լանցնում։ Մենք չունենք այդ տարածքների մասին պատկերացում, որ դրանք մեր հայրենիքն են։ Այսինքն որպեսզի լինի պետություն, սկզբում պետք է լինի հայրենիք եւ հայրենիքի մասին պատկերացում, ընդ որում եւ օբյեկտիվորեն պետք է լինի այդ հայրենիքը եւ մարդկանց ուղեղում պետք է պատկերացում լինի հայրենիքի մասին, իրենց հայրենիքի մասին, որպեսզի իրենք ուզենան այդտեղ եւ ոչ միայն ուզենան, այլև ի վերջո ստեղծեն պետություն, այսինքն հայրենիքը 100% նախորդում է պետության, 100% հակառակը չի, այսինքն պետությունը չի ստեղծում հայրենիք, այլ հայրենիքն է ստեղծում պետություն։ Հետևաբար լինում են եւ եղել է ժամանակ բնականաբար, որ մենք չենք ունեցել պետություն, անկախ պետություն, բայց ունեցել ենք հայրենիք։ Այսինքն դա պարզ չէ, ասենք, չգիտեմ, սովետական Հայաստանը հիմա պետություն համարենք թե չէ, եթե չհամարենք, ուրեմն մենք մինչև 1991 թիվ հայրենիք չենք ունեցել։ Եթե լսենք այն մարդկանց, որոնք պնդում են, որ հայրենիքը միայն պետությունն է եւ պետական սահմաններում, այսինքն մենք մինչև 91 թիվ ինչ ենք եղել, անհայրենիք ինչ ենք եղել, խումբ ենք եղել, ամբոխ ենք եղել, կամ լավ, եթե սովետական Հայաստանը ընդունում են որպես պետության ինչ որ ձևում, բա մինչև 1918 թիվ այդքան դար հայերը ինչ են եղել, չեն ունեցել հայրենիք, չի եղել հայկական հայրենիք, պետություն չենք ունեցել։ Նշանակում է այդ տրամաբանությամբ հայրենիք էլ չենք ունեցել։ Իհարկե սա աբսուրդ է, աբսուրդի գագաթնակետ է։ Եվ հակառակն է ճիշտ է, եմ ասում, մենք ունենք պետություն, որտեղ ունեցել ենք սկզբնապես հայրենիք եւ հայրենիքի մասին պետություն։ Ավելին, եթե տեսեք, մենք հռչակել ենք Հայաստանի Հանրապետություն, ինչի համար ենք մենք դա ընդհանրապես հռչակել, ինչ է նշանակում հռչակել Հայաստանի Հանրապետություն, ինչի համար այս աշխարհում ինչքան պետություն կա, մոտ 200 պետություն կա կարծեմ, այդ 200-ի մեջ եւս մեկը եւս մի հանրապետություն հանուն ինչի։ Մեկը կասի, դե գիտեք ինչ, պետությունը որպեսի պահպանի մարդու արժանապատվությունը, մարդու իրավունքները, մարդկանց բարգավաճ կյանքը, չգիտեմ, օրենքի գերակայությունը, այո, սա այդ ամեն ինչը ճիշտ է, ոչ չի վիճում։ Բայց այդ ամեն ինչի համար հենց Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես պետք չի հռչակել, որովհետև այդ ամեն ինչին կարելի հասնել ցանկացած, ասենք Ֆրանսիայի Հանրապետությունում, Վրաստանի Հանրապետությունում, դո չգիտեմ, Միացյալ Թագավորությունում, որտեղ ասես, Հայաստանի Հանրապետություն պետք չի հռչակել։ Այդ ամեն ինչը էլ եմ ասում չժխտելով, բայց երբ որ մենք ավելացնում ենք ոչ միայն Հանրապետություն, այլև Հայաստանի, նշանակում է այստեղ մի ավել բան կա, մենք դա ընդունել ենք, հենց որ հռչակել ենք, այդ վիճել չենք կարող։ Ավել բան կա, քան այդ բոլոր համամարտկային արժեքներ, օրենքի գերակայություն եւ այլն, որոնց ձգտում են պետությունների մեծ մասը եւ բարգավաճում
Այսինքն այստեղ կա հայկական ինքնություն, սա Հայաստանի Հանրապետություն, այսինքն կա Հայաստան եւ իմաստը առանձին հանրապետություն ստեղծելու հենց այդ Հայաստանն է, այսինքն հայրենիքն է, այսինքն ինքնությունն է, այսինքն այս պետությունը մի հատ յուրահատուկ հայրենիքի եւ յուրահատուկ ազգային ինքնության դրսևորումն է նախ եւ առաջ։ Դա չէ այդ բոլոր դժվարություններով անցնել հանուն նրա, որ եւս մի պետություն կառուցել, որտեղ օրենքի գերակայություն կա, լիքը պետություններ կա, որտեղ արդեն դրան մարդիկ հասել են, կարելի է պարզապես միանալ իրենց։ Բայց մենք այդ ճանապարհով չեն գնաց, այսինքն լրելային ընդունում ենք, որ կա ավելին, քան ուղղակի պետությունը եւ այդ ավելին հայրենիքն է, որ նախորդում է պետությանը եւ ինչպես տեսնում ենք հիմնավորում է պետությունը եւ ինչպես տեսնում ենք ինքը էությունն է պետության, բովանդակությունն է պետության եւ ավելին ինքը եւ ոչ թե ավելին ինքը հենց ավելինն է քան պետությունը, որտեղ այն ինչ որ հիմնավորում է, այն ինչ որ բովանդակություն է տալիս, այն ինչ որ իմաստավորում է, ինքը բարձր ավելին է, քան նա ինչ որ իմաստավորվում է, նա ինչ որ հիմնավորվում է, նա որը բովանդակություն ստանում է, այսինքն ոչ միայն հայրենիքը եւ պետությունը տարբեր են, ոչ միայն հայրենիքը նախորդում է պետությանը, այլև հայրենիք գաղափարը ավելին է, քան պետություն գաղափարը, ի վերջո պետությունը որքան էլ կարևոր ինքը մեխանիզմ է, որը պետք է ծառայի ինչին, արդեն տեսանք, մի կողմից կան համամարտկային արժեքներ, սա մի կողմն է պետության, բայց մյուս կողմից կա հայրենիքի ազգային ինքնության գաղափարը, որին այդ մեքենան, այդ մեխանիզմը պետք է ծառայի եւ պետությունը, այո, նույնիսկ վատ պետությունը, սեփական վատ պետությունը ավելի լավ է, քան պետություն չունենալը, բայց պետությունը այդպես իդեալական բան չի, իրան պետք է անընդհատ կատարելագործել, ինքը հաճախ օտարանում է ինքն իր արմատներից, ինքը հաճախ փչանում է, կոռուպցիայի մեջ է թաթախվում, մենք էլ ենք դա անցել եւ անցնում ենք, այսինքն պետության հետ, այդ մեքենայի հետ պետք է անընդհատ աշխատել, այդպես ինքնաբավ բան չի էլի, որ մի անգամ մրճակեցիր ու վերջ։ Տեսնում եք, որ ավելին պետություն չի լինի, եթե հայրենիք չլինի նախապես։ Մյուս բանը, երբ որ դե պետություն ասելով էլ, պետությունը նույն ասում են որոշակի սահմանների հետ, որը ինքնին կասկածելի վիճելի մոտեցում է, որտեղ պետությունն էլ մի կողմից ասում ենք այո մեքենա է, մյուս կողմից ինքը նաև որոշակի գաղափար է, ինքը նաև իրավական սահմաններ է, բայց պետությունը եւ իր սահմանները ես չի ասի որ նույնն են, որտեղ ամեն դեպքում սահմանները միշտ էլ դե ֆակտո սահմանները, դե յուրե սահմանները միշտ էլ փոփոխել են, միշտ էլ պատմության ընթացքում փոխվում են։ Բայց նույնիսկ եթե նույնացնենք պետությունը եւ իր սահմանները, որ խոսակցությունը բարձրացնենք, ցանկացած պետություն պատմության ընթացքում ինչ որ մի փուլում միշտ փոխում է իր սահմանները, ել եմ ասում դե ֆակտո թե դե յուրե։ Շատ քիչ պետություններ կան, վերցրեք, ասենք լավ, չգիտեմ 1900 թվի քարտեզ օրինակ աշխարհի համեմատակ այսօրվա աշխարհի քարտեզը տարբերություններ հաստատ կգտնեք կզգաք ավելի ուշ էլ 1950 թվի քարտեզը կարող եք վերցնել 1980 թվի քարտեզը կարող եք վերցնել նույնիսկ կարող եք վերցնել չգիտեմ 90-ականների քարտեզ եւ էլի բավականին փոփոխություններ աշխարհում կտեսնեք պետությունները նոր ստեղծվել չգիտեմ հարավային Սուդան, Էրիթրեա Կոսովո եւ այլն եւ այլն։ Իսկ դա մշտական process է։ Կան պետություններ, որոնք երկար ասենք կարող դարեր չփոխեն իրենց սահմանները, դրանք բացառություն են, ինչ որ մի հանգամանքներ կան գեոպոլիտիկ կամ տնտեսական, չգիտեմ, Շվեյցարիայի պես, հա, որ տենց անփոփոխ մնում են, բայց հիմնականում սահմանները փոփոխվում են պետությունների եւ թող ոչ ոք չմտածի, որ օ մենք հիմա այդ առաջ էր այդպես, այ հիմա մենք մի դարաշրջանում ենք ապրում, որտեղ միջազգային հանրությունը, չգիտեմ, սահմանների անձեռնմխելիության բան է ստորագրվել, Հելսինկիի ակտ է ստորագրվել, տարածքային ամբողջականություն, եւ այլ չմտածեք, որ դա միայն այսօր է եղել, միշտ էլ այդ խնդիրը եղել է, Հելսինկիի ակտ կարող չեն ստորագրել, բայց հին դարերում էլ, մեր թվարկությունից առաջ էլ միշտ պետությունները մի կողմից ձգտել են այդ իրենց սահմանների անձեռնմխելիությանը, միշտ եղել է միջազգային իրավունք, որը փորձել է դա պաշտպանել, թեկուզ պրիմիտիվ մակարդակի, եւ միշտ եղել է պատմությունը, փաստը, իրականությունը, որը այդ բոլոր մարդու կողմից ստեղծված օրենքների վրայով դանդաղ կամ արագ անցել է եւ ձևավորվել են նոր պետություններ, ձևավորվել են նոր սահմաններ, հները ջնջվել են եւ այդպես լինել հավետ
ինչեւ որ մարդը գոյություն ունի այս աշխարհում, երբեք անփոփոխ սահմաններ չեն լինելու, երբեք որևէ պետություն անփոփոխ սահմաններ չի ունենալու։ Եվ բնականաբար դա վերաբերվում է նաև Հայաստանին։ Հիմա երբ որ մենք ասում ենք հայրենիքը այսքան քառակուսի կիլոմետր է, միջազգային ճանաչված կամ չճանաչված, կարևոր չի, ինչ որ մի թղթի մեջ։ Հիմա ի՞նչ է ստացվում, այդ հայրենիքը անդադ փոփոխվում է, ասենք օրինակ առաջին հանրապետությունը ինչ որ մի սահմաններ է ունեցել, դե յուրե սահմաններ, որ ինքն է ընդունել, եւ դե ֆակտո սահմաններ, ասենք օրինակ Ղարսն ու Նախճեվանը մեջն են մտել այդ սահմանները եւ փաստացի վերահսկողություն են Կարսի նկատմամբ եղել է, Նախճեվանի նկատմամբ շատ քիչ։ Հիմա դրանք մեր հայրենիքի մասն էին այն ժամանակ, հետո հենց կորցրեցինք թուրքերը եկան գրավեցին, դադարեցին լինել հայրենիք, այդ ո՞նց է տենց լինում։ Այսինքն հայրենիքը սենց անընդհատ փոփոխվում է, ուժով, հա, մեկը գալիս գրավում է քո տարածքը, միանգամից նույն վարքյանին դա դադարում է լինել քո հայրենիքը, դա ստացվում է այդ փիլիսոփայություն, այսինքն աբսուրդ։ Եվ էլի լիքը ուրիշ տարածքների մասին կարող ենք խոսել։ Հիմա սովետական Հայաստանը իր սահմաններն է ունեցել եւ չգիտեմ, երրորդ հանրապետությունը դե ֆակտո ռիվալ սահմաններ է ունեցել, գիտեք, ու մինչեւ 2020 թվականին 94 թվականից դե ֆակտո սահմաններ են ունեցել, ու էլի հիմա օրինակի համար այս վերջին տարիներն, վերջին 5 տարվա մեջ 20 թվականից այս կողմ հենց նույն այդ 29000 չեմ հիշում քանի քառակուսի կիլոմետրից տարածքներ են գրավվել, որ գիտեմ չեն վերադարձվելու հենց այնպես, չգիտեմ, Ջերմուկում, Վարդենիսում, Գորիսում, հիմա դրանք մեր հայրենիքն են, թե ոչ։ Դե կասեն, չէ, դրանք մեր հայրենիքն են։ Իսկ եթե դրանք օրինակ 100 տարի մնան այդպես ադրբեջանական օկուպացիայի տակ, էլի մեր հայրենիքը կլինի, թե կասենք, չէ, դե արդեն էլ հայրենիքը չէ, այդ պատմական անցյալ է, պատմությունը մի հիշեք, դա անցյալ է, հերիք է անցյալով ապրեք, մոռացեք այդ ջերմուկը։ Մոտավորապես ես կարծում եմ մարդիկ տենց էլ կանեն, բայց արդյոք դա դրա մեջ տրամաբանություն կա, իհարկե չկա, չի կարող լինել։ Եվ էլ եմ ասում, մի օր էլի Հայաստանի սահմանները կփոխվեն, դա Աստված մեծանան, ոչ թե փոքրանան։ Էլ չեմ ասում մինչև 18 թվականը։ Ասենք ո՞նց ենք մենք, ասենք հասկանում ո՞նց է, եթե այդ հայրենիքը անդադ փոխվում է, դա հայրենիք չի, հայրենիքը քիչ թե շատ կայուն երևույթ պետք է լինի ի տարբերություն պետության։ Չես կարող անդադ տարբեր հայրենիքներ ունենաս, ասենք մեր պապերը մի հայրենիք ունեին, հայրենն ու մայրերը ուրիշ հայրենիք, իրենց պապերն ու տատերը ուրիշ հայրենիք, մենք ուրիշ հայրենիք, մեր երեխեքն էլ ուրիշ հայրենիք ունեն։ Դա հասկանում ենք, չէ՞, ինտուիտիվ էլ բարձ է, որ դա անդրամաբանական է։ Այսինքն այս հարցը պետք է հանգիստ ունենք, ոչ մի խնդիր չկա, որ որևէ ժողովուրդ ունենա X սահմաններով պետություն, այս պահին, որը վաղը կփոխվի նորից, չգիտեմ, երեգել փոխվել էր, բայց հայրենիքի մասին իր պատկերացումը լինի ավելին կամ միգուցե ավելի փոքր, քան այդ սահմանները։ Օրինակ ես հիշում եմ, երբ որ ես գնացի դպրոց 1983 թվականն էր, դեռ խորը սովետ էր, ոչ ոք չէր մտածում, որ ուր վրա փլուզվելու է, Լեոնիդ Իլիչ Բրեժնևը նոր էր մահացել, բայց Անդրոպովը դեռ կենդանի էր եւ հենց դասագիրքը ուրեմն ռուսական դպրոցի ես ցավոք սրտի գնացել, առաջի դասարանում այդ Այբեն Արանը մենք ստացանք ազբուկան։ Ունդը հենց առաջի էջը բացվում էր, հենց մեծ տառերով գրած էր ամեն ինչից առաջ Naша Родина СССР, այսինքն մեր հայրենիքը ՍՍՀ-ներ, սովետական սոցիալիստական հանրապետությունների միությունը, այն ժամանակ հանրապետություն էին արդեն ասում, բայց դեռ խորհրդային չէր, սոցիալիստականների, սովետական էր։ Ուրեմն եւ ես հիշում եմ, դա իմ մեջ հենց սկզբից հակադրություն առաջ բերեց, որքան էլ այդ ես գիտեի, 7 տարեկանում էլ գիտեի, որ կա սովետական միություն, որ մենք դրա մեջ ենք ապրում, դա սովետում ապրելու անհնարին չի իմանալ, նույնիսկ երևի մարդիկ իրանց, չգիտեմ, ծնվելուց առաջ էին դա իմանում, այնքան շատ էր դրա մասին խոսում, չգիտեմ, ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ այլն, բայց բնականից ինձ համար էլ որպես հայ երեխա արդեն որոշակի տարիքի, որոշակի բարձր հայրենիքը չի, հայրենիքը Հայաստանն է։ Այդ մի հատ մեծ պետություն է, բայց ասենք Մոսկվան, որտեղ ես արդեն եղել եմ այդ տարիքում, իմ հայրենիքը չի, Թիֆլիսը իմ հայրենիքը չի, իմ հայրենիքը սա է, Հայաստանն է։ Եվ ես կարծում եմ հայ երեխեքի համար այդպես է բնականից եղել, ոչ միայն ինձ համար։ Կարող է չեն տենց սուր զգացողություն ունեցել են բոլորը, թե չէ, ես չգիտեմ, բայց հաստատ ոչ մեկ լուրջ չի մտածել, որ իմ հայրենիքը Վլադիվոստոկն է օրինակ։
կամ Սախանին է իմ հայրենիքն է, տենց կամ հիմա մարդիկ լինեն, ասեն, մենք տենց ենք մտածում, բայց շատ մի հավատացեք, տենց չէին, ոչ մեկ տենց շատ քիչ մարդ կար, որ տենց էր զգում։ Հայերը Հայաստանն էին զգում իրենց հայրենիքը, վրացիները Վրաստանը, չգիտեմ, Ադրբեջանում թուրքերը իրենց Ադրբեջանը եւ այլն եւ այլն։ Ռուսներն էին մենակ որ մի քիչ տես սիրում էին խառնել այդ բաները, բայց մնացածները քիչ էին խառնում։ Այսինքն հայրենիքի զգացողությունը ինքը հստակ է։ Եվ էլի կար պետություն եւ կար հայրենիք, այդպես էր ստացվել եւ դա նորմալ է։ Փորձենք մի փոքր էլ առաջանցնենք։ Երևի արդեն դեպի վերջին մասը մեր զրույցի, որտեվ ինչ բան է ընդհանրապես հայրենիքը, դա հեշտ սահմանելի երևույթ չի եւ պետք չի փորձել դա սահմանել այդքան հեշտությամբ, դա այո, այս կյանքում կան երևույթներ, որոնք փաստացի են, բայց որոնք դժվար են սահմանվում, որտեղ ոչ մի խնդիր չկա, ինքնությունը շատ դժվար սահմանվող բան է, ազգային ինքնությունը շատ դժվար սահմանվող բան է, գիտությունը չունի կոնսենսուս է սրանց շուրջ, նույնը հայրենիքը, նույնը շատ հասկացություններ, վախենալու բան չկա։ Այսպես կոչված ճշգրիտ գիտությունների մեջ էլ բազմաթիվ այդպիսի հասկացություններ կան, որոնք շատ լավ չեն սահմանվում։ Հիմա չգիտեմ, կարող գնաք հարցնեք ֆիզիկոսներին քվանտը ինչ է կամ քվանտային մեխանիկան ինչ է կամ չգիտեմ տարրական մասնիկը ինչ է։ Կտեսնեք, որ իրանք էլ նենց չի, որ 100%-անոց ճշգրիտ սահմանումներ ունեն, հա։ Այստեղ էլ պետք չի վախենալ, որ մի բան ճշգրիտ չի սահմանվում եւ առավել եւս պետք չի այսպես այդ քարոզչական ինչ որ այս ռոպեական այժմիական բաների հետևից ընկնելով փորձել տես ճշգրիտ սահմանումներ տալ։ Հեշտ սահմանվող երևույթ չի հայրենիքը, բայց ինտուիտիվ քիչ թե շատ ինչ որ սահմանների մեջ դրվող է, այսպես ասենք, ճշգրիտ միգուցե 100%-անոց չէ, առնվազն ինքը կապված է այո պատմության հետ, բայց ոչ միայն։ Այսինքն այնպես չի որ ամեն տարածք որ պատմականորեն այս կամ այն պետությանն է պատկանել կամ այս կամ այն ազգին պարտադիր ընկալվում է հենց այդ նույն ազգի կողմից որպես հայրենիք, ասենք չգիտեմ, Բորժոմը մի ժամանակ մեծ հայքի մասն է եղել կամ Դիարբեկիրը, չեմ կարծում որ շատ հայեր կան, որ հիմա Բորժոմը որպես հայկական հայրենիքի մաս են ընկալում, չգիտեմ, դրան գումարվում է բացի պատերազմը, պատմությունը միակը չի, դրան գումարվում է մշակութային հետքը, մշակութային ներկայությունը, տվյալ ժողովրդի էլի առանձին վերծված ինքը հայրենիք չի, որտեղ ասենք նույն էլի Կրասնոդարում էլ հայկական մշակութային հետք կա, բայց եթե պետք է գումարվի պատմությանը եւ երևի աշխարհագրությունը, օրինակ ես միշտ այդ զգացողությունը ունեցել եմ, որքան էլ տեսեք ասենք, որպես պատմաբան իմացել եմ, որ Մարնեուլին ասենք եղել է ժամանակին գուգարած աշխարհի մասը, հա, այդ հատվածը Վրաստանի։ Բայց աշխարհագրորեն այդ զգացողությունը երբեք ես չեմ ունեցել։ Դա որտեղ ուրիշ լանդշաֆտներ, ուրիշ բնություն է սկսվում ակնհայտ, ոչ թե ակնհայտ, բայց այդ ինտուիտիվ ոչ հայկական։ Բայց օրինակ եթե գնում ես Խարվաճար, չես է տարբերում, այնքան ակնհայտ ինքը ոնց որ մասն է հայկական լանդշաֆտների, այնքան sense քո հետ խոսում է, որ դու մի անգամից sense ոնց որ շատ կոմֆորտ ես քեզ զգում, որ հա, սա Հայաստանն է։ Բայց օրինակ երբ որ Ասկերանից գնում էիր Աղդամ, այդ մասերը հատվածները արդեն դու զգում ես, այդտեղ ոնց որ իրոք Հայաստանը վերջանում է, ուրիշ բնություն է սկսում։ Նույնը Պարսկաստանի սահմանը որ անցնում ես եւ այլն, բայց շատ տեղեր օրինակ որ գնում ես, դու Ջավախք եթե գնում ես, ինքը Հայաստան է բնությամբ, դու ընկալում ես դա որպես Հայաստան։ Ու դա շատ նորմալ է, դրանից վախենալ պետք չի այդ հայրենիքի զգացողությունից, որտեղ այստեղ այդ ճիշտ է, այդ աշխարհագրորենն էլ հեշտ սահմանվող չի, բայց տեսեք մի հատ հետաքրքիր բան կա, որ ժողովուրդները կամ ազգային ինքնությունները իրենք որոշակի տարածքում են ձևավորում, համ իրանք են այդ տարածքից ազդվում, համ այդ տարածքն են իրենցով անում, յուրացնում եւ ասենք տարօրինակ բաներ կան նույնիսկ հիմա օրինակ որ նայում եք միշտ դուք եք երբ այդ հարցը տվել լավ այդքան մոտիկ ապրելով օրինակ Սև ծովին ինչի երբեք նույնիսկ իր ասենց հզորության գագաթնակետին մեծ հայքը օրինակ կամ մյուս հայկական պետությունները թագավորությունները այդ մի լեռնաշղթան չեն անցել դեպի Սև ծով չեն տարածվել ինչի դա չի լավ գոնե հայկականացվել մյուս տարածքների պես ինչու է այդպես եղել այսինքն ինչ որ մի հոգեբանական այդտեղ արգելք կա ենթագիտակցորեն թե ինչ որ սա արդեն այն տարածքը չի այն լանդշաֆտը չի որը մենք հայերով յուրացրել ենք եւ որտեղ մենք հայերով ձևավորվել ենք այստեղ բնազդական բաներ կան կամ էլի եթե մենք վերցնում ենք մեծ հայկի տարածքը չէ այնտեղ հատվածներ կան որ իրենք եղել են այդ մեծ հայկի մաս բայց
ըստ էության այդ թագավորության անկումից հետո երբեք հայկական բնակչության մշակույթով չեն եղել, ասենք Փայտակարան նահանգը։ Բայց տարածքներ կան, որ չնայած այդտեղ դարերով ոչ մի հայոց պետություն չի եղել, ասենք, չգիտեմ, նույն Վանը երևի այդքան լավ օրինակ չէ, Կարին է Էրզրումը։ Այդտեղ 5-րդ դարից էսկոմ, նույնիսկ 4-րդ դարից էսկոմ 380 քանի թվականից, երբ որ Բարյանից Բյուզանդիան եւ բանը հայկական պետություն չի եղել Կարինում, բայց հայկական բնակչություն եղել է մինչեւ 1915 թվական, հայկական մշակութային խիտ ներկայություն եւ հայրենիքի զգացողություն։ Այսինքն այստեղ էլի այս լանդշաֆտ եւ ժողովուրդ հարաբերությունը ինքը շատ ավելի խորն է, քան մակերեսային հայացքը կարող է պատկերացնել, բայց ամենակարևոր իմ կարծիքով ամեն դեպքում հատկանիշը հայրենիքի մշակութային ներկայությունն է, իհարկե պատմության եւ աշխարհագրության հետ, այսպես ասած, միախառնված, բայց մշակութային ներկայություն։ Հիմա եթե մեկը ինձ հարցնի, օրինակ, Արևմտյան Հայաստանի մեծ մասը կամ նույն Արցախը հայկական հայրենիք են, թե չէ, ես կասեմ հա։ Ինչու՞, որովհետեւ նախ այդտեղ խիտ հայկական մշակութային ներկայություն կա մինչև հիմա, թեկուզ նույնիսկ ավերակների տեսքով, նույնիսկ Քարվաճար օրինակը բերեցի, չէ՞, մենք գնում ենք այդ տարածք, ավերակ մատուրներ, եկեղեցիներ, խաչքարներ, այդ ամեն ինչը հայկականության, ասենց ասած, մարկերներ են։ Բայց մենակ դա չի, որտեղ եմ ասում, խաչքարը կարող Կրասնոդարում էլ լինի, այլ արդյոք այդ մշակութային ներկայությունը, այդ հետքերը, այդ ժառանգությունը գերակայող է այդ տարածքում։ Եվ մենք կարող ենք ասել, որ մեծ հաշվով այդ շատ տարածքներում, որոնք պատմականորեն հայկական են եղել, բայց հիմա Հայաստան պետության մասը չեն կամ հայաթափված են, հայկական մշակութային հետքը ներկայությունը մինչև հիմա գերակայող է։ Նայեք, ասենք, չգիտեմ, ասենք, չվերցնենք ամբողջ Արևմտյան Հայաստանը մի քիչ շատ մեծ լայն հասկացություն, ասենք, վերցնենք Կարսի օրինակ շրջանը։ Այնտեղ կան հաստատ հուշարձաններ, որոնք, ասենք, մուսուլմանական են, չգիտեմ, թուրքերին են, քուրդերին են, նույնիսկ կարող է շիա թուրքերին, այսինքն այս ադրբեջանցի թուրքերին ավելի մոտ, բայց հիմնական, մինչև հիմա հիմնական ինչ որ այդտեղ կա հուշարձան, նույնիսկ մնացորդ, նույնիսկ հետք, նույնիսկ ավերակ հայկականը գերակայող է, հայկականը ավելի արժեքավոր է, ասենք կա անի ավերակները, կա նույն Կարսի, ասենք Աբասի եկեղեցին, որը հիմա մզկիթ է, բայց հայկական եկեղեցի է եղել, կամ բազմաթիվ այլ վանքեր եկեղեցիներ, դրանք գերակայում են։ Այսինքն եթե մենք նայում ենք նույն հայկական լեռնաշխարհում բացի հայերից, դարերով էլի, դա նոր բան չի։ Քրդերն են ապրել եւ ապրում են հիմա, թուրքերն են ապրում, շիա թուրքեր, սունի թուրքեր, բայց հայկական լեռնաշխարհը որպես այսպես ասած մշակույթ ստեղծող տարածք իրենք չեն կարողացել դա անուն, քրդերն էլ դրան չեն հասել, թուրքերն էլ չեն հասել, հիմնականում ասենք չգիտեմ ինչ են անում, անաստանապահությամբ են զբաղվում ինչ-որ այս բաներով, բայց բարձր մշակույթ այդ տարածքում հիմնականում հայերն են ստեղծել, մինչև հիմա այդպես է։ Եվ քանի դեռ դա այդպես է, որը այո ամեն ինչ փոփոխական է աշխարհում 1000 տարի կարող է անցնի եւ եթե այսպես շարունակվի, մարդիկ մոռանան դրա հայկականության մասին եւ ասենք չգիտեմ, ասեն դե այս հնուց Քրդստան է, բայց եթե այդտեղ իսկականից ստեղծվի մշակույթ այնպիսի ուժեղ, այնպիսի բարձր, այնպիսի արտահայտիչ, որ այդ հայկական հետքը, այդ հայկական ժառանգությունը ինքը կարողանա իրանով փագի, այս է հարցը։ Դրա համար հայրենիքի հարցը շատ ավելի բարդ չի կարելի նույնացնել, ոչ ասենք ինչ որ իրավական բաների հետ, միջազգային իրավունք կլինի, թե ներքին իրավունք կլինի, ոչ նույնիսկ պետության հետ, ոչ ինչ որ մակերեսային իմաստակության հետ։ Հայրենիքը, այո, մեր հայրենիքը շատ ավելի լայն է, այո, բարդ սահմանվող է, բայց մինչև հիմա այո ոչ մի ամաչելու բան չկա, չկոմպլեքսավորվեք, չբարդութավորվեք, ժողովուրդ ջան, հայկական լեռնաշխարհի մեծ մասը կամ այսպես ասենք հայկական լեռնաշխարհը մեր հայերի հայրենիքն է, մեր հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մեր պետությունը, ոչ մի այդտեղ տեն սարսափազդու բան չկա, պետությունը դա բացարձակ որևէ վնաս չի բերում, այդ հայրենիքի մասին հիշել է, երեխեքին փոխանցել է դրա մասին, ոչ մի վնաս չի բերում, այլ միակ տրամաբանական, որովհետև դու ինչ պետք է փոխանցես քո երեխեքին, ասես թե հայրենիք չեմ ունեցել, մինչև պետությունը թե ասես հայրենիքս անդադ sense բաներ անում, ապարում էր, ստեղից ընդեղից գնում, Կիլիկիայից թռնում էր Արևելյան Հայաստան, հետո Արևելյան Հայաստանից նորից այստեղ, հետո նորից այնտեղ, այդ ինչ հայրենիք էր։ Դու չես կարող, դու պետք է ջնջես քո պատմությունը, ուրեմն քո իսկ քո ինքնությունը պետք է ջնջես։ Ոչ մի սարսափելի բան չկա, այո, մեր պետությունը
Ունի այսօր այս սահմանները, մեր հայրենիքը շատ ավելի մեծ է, մեր մշակութային ժառանգությունը շատ ավելի մեծ է, այո, բոլոր հողերը Հայաստան են, հայկական են, կարող է քրդերը համարում են, որ քրդական են, թուրքերը համարում են, որ թուրքական են, դա իրենց խնդիրն է։ Մենք համարում ենք, որ հայկական են։ Դա չի նշանակում, որ վաղը չէ մյուսօր մենք պետք է նստենք տանկեր եւ քշենք դեպի Մուշ Սասուն։ Չի նշանակում։ Չենք էլ կարող, բոլորն էլ դա հասկանում են։ Մեկը մյուսից անմիջապես չի բխում։ Մի օր եթե հնարավորություն բացվի, իսկ ինչու ոչ, չէ մեկը հրաժարվելու, դրանց ասելու չէ, ես օրինակ չեմ հրաժարվի։ Բայց մի կողմ թողած այդ տանկերի հարցը, մի կողմ թողած այդ, չգիտեմ, միջազգային հարաբերությունների հարցը, դու չես կարող վերցնել ուղղակի sense բանով ջնջել եւ օգուտ էլ չկա, իմաստ էլ չկա եւ քո պետությունը դրանից չի ուժեղանալու, որովհետեւ քո պետությունը այդ արմատից է աճում։ Եթե չլնեին այդ հայկական հին պետությունները, այդ հայկական հայրենիքը դարերի, հազարամյակների, ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետություն։ Ստեղծել ենք ինչ։ Ում հողի վրա, ինչի համար ենք ստեղծել։ Իմաստը ո՞րն է։ Միակ իմաստը նրա, որ այսօր Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի, ինչ սահմաններով ուզում ես լինի, ինչ տարածքով։ Միակ իմաստը նա է, որ այստեղ դարերով հայկականություն է, որ դարերով հայկական հայրենիք է եղել, դարերով հայկական ինքնություն է եղել, եւ սա դրա հերթական դրսևորումներից մեկն է։ Եթե տակից դա հանում ես, բան չի մնում, անիմաստ բան է մնում։ Ինչ ենք անում։ Օրենքի գերակայության երկիր ենք ստեղծում։ Ֆրանսիան ստեղծել է օրենքի գերակայության երկիրն ու Ֆրանսիան երևի արդեն չէ։ Մի ժամանակ ստեղծել է, հիմա այս վերջին 20 տարի չգիտեմ արդեն։ Շվեդիան ընդեղ էլ արդեն խառնա չես հասկանում։ Սոմալին մի քիչ շատ է մտել։ Ինչ որ մի Շվեյցարիան լավ, երևի մի չէ։ Լավ Շվեյցարիան չէ, Նոր Զելանդիան, բան օրինակ, անթերի օրինակ։ Նա ստեղծել է, մենք ինչ ենք ստեղծում։ Մենք մեր հայկականը ստեղծում ենք, որտեղ մենք ունենք, ունեցել ենք եւ ունենալու ենք հայրենիք, եւ այդ հայրենիքը ավելի մեծ է, քան մեր պետությունը, եւ այդ բոլոր ծակ իմաստակությունները մի կողմ թողեք, սա այն թեման է, որ ասացիք, մի փոքրիկ ճշմարտության հատիկ կա, նույնիսկ մեջը չէ, կողքը, այդ պետության կարևորությունը։ Բայց մնացած ամեն ինչ են կլասիկ ճմրթում ես, գցում ես դեն, ոչ մեկին պետք չի։ Անիմաստ խոսակցություններ են, անիմաստ իմաստակություններ են, հանգիստ ապրեք, ձեր հայրենիքով հպարտացեք ձեր պատմությամբ, ձեր ինքնությամբ եւ հիշեք պատմական հողերը։ Ոչ մի վնաս դրանից Հայաստանի Հանրապետությանը չի լինի, միայն օգուտ։ Այսքանը։